Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Հայաքվե միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանը։ Տիկին Կոստանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հավերը ընդունելու համար։ Տիկին Կոստանյան, քարոզարշավը բուռն ընթացքի մեջ է, մենք տեսնում ենք բոլոր ուժերը մասնակցում են, ընդհանուր պատկերը, եթե ներկայացնենք, ընդդիմություն, իշխանություն, ինչ հետևություններ կարելի է անել։ Օբյեկտիվ գնահատական հնարավոր չէ ինչպես միշտ տալ, որովհետև եւ իշխանության եւ ընդդիմության շարքերում այդ խանդավառությունը այնքան մեծ է, բնականաբար յուրաքանչյուր թիմերում ներկայացում է, որ աջակցությունը ծանրակշիռ է քաղաքացիների, հեսա հաղթում են, բայց իրականում մենք դա կարող ենք ռեալ գնահատել հունիսի 7-ից հետո, առավոտյան, երբ հունիսի 8-ին արթնանանք եւ տեղեկանանք, թե ինչպիսին է պատկերը եղել։ Այս պահին կարելի է ընդհանրապես գնահատել խոսույթը, հռետորաբանությունը, ներկայացվող ծրագրերը, որքանով են ազատ եւ անկեղծ շփվում քաղաքացիների հետ, արդյոք այն պետք է ասեն ինչ որ անհրաժեշտ է, ինչ չպետք է ասեն եւ այսպիսի ավելի շատ վերլուծական գնահատականներ ես ինքս մասնավորապես կարող եմ տալ։ Քանի որ դեռ մեկնարկն է, կարելի է ասել նաեւ, որ տրամադրվածությունը լավ է։ Ամեն դեպքում զգացվում է, որ ընդդիմությունը ջանք ու եռան չի խնայում, որ ավելի ինտենսիվ շփվեն քաղաքացիների հետ, սակայն պետք է ասեմ, որ դժվար է այդ վստահությունը այդպես միանշանակ վաստակել։ 30 տարիների ընտրական տարբեր պրոցեսներից հետո ամեն անգամ հայ ժողովուրդը հերթական հիասթափությունն է ապրել, իսկ վերջին 8 տարիները կարելի է որակել դրա գագաթնակետը։ Այդ հիասթափություններից հիասթափությունը տեղի ունեցել ավելի շատ Նիկոլ Փաշինյանի իշխանության։ Այո, Նիկոլ Փաշինյանի իշխանության 8 տարիների ընթացքում ամենամեծ կորուստներն է հայ ժողովուրդը կրել, Հայաստանի Հանրապետությունը կրել։ Սկսած Արցախի վերջնական օկուպացիայից Ադրբեջանի կողմից եւ դա իրողություն է, անհերքելի փաստ եւ այստեղ ոչ մի կերպ հնարավոր չէ մեղավորությունը գցել նախկին ղեկավարների գրպանը։ Դա ստիպել է, որ ընտրական գործընթացին չմասնակցեն, պասիվանան։ Այո, հիասթափվեն, հուսալքվեն եւ նաեւ ռոպագանդան, սոցիալական ցանցերում այնքան մեծ, այնքան ագրեսիվ ձևով է իրականացվում պրոիշխանական ռոպագանդան, մարդիկ նայում են, այն մարդիկ, ովքեր որ փորձում են վերլուծեն, հասկանան հնարավորությունները, արդյոք իշխանությունը կարող է փոխվել ընտրությունների միջոցով, այդ ռոպագանդայի ազդեցության տակ արդեն սկսում են մտածել, որ չէ, ոչ մի բան էլ չի փոխվելու, ահա բացարձակ մեծամասնությունն է իշխանությունը հեսա տանելու, բայց այդպես չի։ Դա ըստ էության լավ, այսպես ծրագրավորված հնարքա, հիբրիդային պատերազմ է, իդեպ իշխանությունը սիրում է դրա մասին անդադ խոսել, եվրոպացի գործընկերներին էլ բերեցին, ներգրավեցին միլիոնավոր եվրոներ դրա դեմ պայքարի, բայց ըստ էության հենց իրենք էլ այդ հիբրիդային պատերազմը ստեղծում են եւ վարում են հայ ժողովրդի դեմ, ստեղծելով պատկեր, թե իրենք այդպես բացարձակ մեծամասնություն ունեն։ Հիմա օրինակ դուք հետևում եք քարոզարշավին, մարզերում է Նիկոլ Փաշինյանը, Երևանում է 2 օր, դուք կարծում եք, որ նախկին վարկանիշի էական նվազում կա, այսինքն որքան է իշխանության հանդեպ այդ հակակրանքը կամ ինչպես ասում եք այդ ատելության չափը կամ լավ չեն համակրում, չեն ուզում ընտրել, այդ տոկոսը ձեր տպավորությամբ շատ է թե։ Գիտեք, տոկոս դժվար կլինի ասել, բայց կարծում եմ, եթե Նիկոլ Փաշինյանը այդպես լուրջ, ամուր, կուռ ինքնավստահություն ունենար, որ ինքը լիարժեք կամ կոնե մեծամասնության աջակցությունը ունի, դռնեդուր չէր ընկնի եւ չէր փորձի ամեն քաղաքացիներին ինչ որ տարբեր ձևով համոզել, ընդ որում շատ հետաքրքիր է, որ հիմնականում այսպես ընդհանրական կիրառվող թեզերը, որ օգտագործում է, դա սկսվում եւ ավարտվում է հայրենիքի տարբեր հատվածների կորստի շուրջ, նաև Արցախի։ Թվում է, թե սոցիալական խնդիրների մասին խոսելուց, այդ ինչ-որ թոշակների բարձրացնելը, շատ հապճեպ վերջի շրջանում անելը, առողջապահական ապահովագրությունը իրենք պետք է դրոշակ սարքեին ու դրանով գնային մարդկանց համոզեին, որ տեսեք ինչ լավ բաներ են կարել, բայց չէ, պարզվեց Նիկոլ Փաշինյանը ինքը ստիպված է խոսել Արցախի մասին, սկսել մերժել, որ դա մերն է եղել եւ այլն։ Այսինքն սա նաև ինչ որտեղ
վախից կամ մտահոգություններից դրծված քայլեր են, այս խոսույթը նա հենց այնպես չէր օգտագործի, սա ինքնաարդարացման մանյովր է, փորձում է անել, որքանով է աշխատում, արդեն կարծում եմ մենք բոլորս տեսնում ենք, ամեն դեպքում մարդիկ մերժողական տրամադրվածություն ունեն։ Տեսեք, այս ընտրություններում իշխանությունը շատ ուղիղ հասարակությանն ասում է, եթե ես գամ իշխանության, Արցախի էջը մեկընդմիշտ է փակվելու։ Ավելին, Փաշինյանը այս ընթացքում ելույթներ է ունենում, ասում են, չի դա մեր հողն է, դա մեր հողը չի եղել ընդհանրապես։ Այսինքն իշխանությունը ուղիղ տեքստով է ասում դա, եւ սա նշանակում է, որ հասարակությունը ընտրություն կատարելուց պետք է դրան նաև համաձայնություն տա, այսինքն այդ համաձայնության նաև հանրաքվե կոպիտ ասած կարելի է համարել այս ընտրությունները։ Այս առումով ինչ է կարծում հանրությունը քաղաքացիական պայմանագրին ընտրելուց հաշվի կառնի այս դիտարկում, այսինքն նկատի կունենա, որ Փաշինյանը այսպիսի քաղաքականություն է որդեգրել եւ պետք է դրան գնահատական տան իրենց ընտրությամբ։ Այս տեսանկյունից հանրությանը ընտրություններին կմոտենա, թե ինչպես միշտ անձերի մեր մոտ ընտրություն է լինելու։ Երկու տարբերակն է, կարծում եմ էական դերակատարություն ունենալու են, բայց այստեղ շատ հետաքրքիր մի իրողություն եմ ուզում ֆիքսել։ Նիկոլ Փաշինյանը այդ պատերազմի եւ Արցախի էջը փակելու մասին, երբ որ խոսում են, նա փաստացի նաեւ օգնում է քաղաքացիներին շատ ավելի հեշտ կողմնորոշվել։ Օրինակ, մի այդպես հատված կա քաղաքացիների, որոնք մտավախություն ունենալով, որ իսկապես գուցե ինչ-որ պատերազմ սկսի, եթե Նիկոլ Փաշինյանը չլինի, բայց մյուս կողմից նրանց նաև տանջում են միտքը, որ ի վերջո նրա կառավարման ժամանակ Արցախը կորցրեցինք 120,000 կամ ավել կամ դրանից պակաս մեր հայրենակիցները տեղահանվեցին, այսինքն դիլեմայի մեջ են, ի վերջո արժե ընտրել թե չարժե, ինքը այս խոսույթով նրանց ընտրում է եւ ընտրում է ոչ թե ընտրելու, այլ չընտրելու նրան, որտեվ տեսեք, հստակ, այո, ֆիքսում է, թե ինքը ինչ ապազգային քայլեր է թույլ տվել եւ այդ պատերազմի մասին շանտաժը փաստացի իօքուտ իրեն չի ծառայում։ Մարդիկ շատ լավ, երբ որ լսում են, հասկանում են, որ այս մարդը խոստանում է, եթե ինքը չլինի, որ պատերազմ է բերելու։ Ընդ որում ժամկետ է նշում, սեպտեմբեր ամիսն է մատնանշում։ Բայց դա վերջին օրերին կարծեք թե այդ խոսույթը դադարել է։ Ըստ երևույթին հասկացա, որ դա ի վնաս իրեն է աշխատում, երևի դադարեց այդ մասին խոսալ։ Ես պարզապես այստեղ միշտ մեր հայրենակիցների հետ տարբեր շրջանակներում զրուցելուց հիշեցնում եմ, երբ որ մարդը ասում է, որ օրինակ ընդդիմությանը որակում է եռագլուխ պատերազմի ուժեր, ինքը լավագույն օրինակն է պատերազմական ուժի 8 տարի շարունակ ամենաշատ պատերազմը եղել է Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին։ Իրենից լավ պատերազմի ուժ ոչ ոք չի կարող նույնիսկ լինել, չունի այդ ունակություն, ինքը լավագույն դրսևորումն է դրա համար եղել։ Սա շատ կարևոր հանգամանք է եւ մեր քաղաքացիները պետք է հիշեն ընտրությունների գնալուց առաջ, որքան էլ որ սոցիալական խնդիրները, շարքային քաղաքացու համար այդպես առաջնային դերակատարություն ունենան, դրանք երկրորդական, 10-րդական են դառնալու, եթե օրինակ Հայաստանը շարունակի այն նույն քաղաքականության տրամաբանությամբ շարժվել առաջ, ինչ Նիկոլ Փաշինյանն է տանում։ Տեսեք, ո՞րն է իշխանության առաջարկը հանրությանը։ Ասում է, ես գալիս եմ, նախ ապահովել եմ թոշակը, ապահովագրությունը։ Ես գալիս եմ, որ դուք շարունակեք լավ ապրել։ Տեսեք, ես ասում եի ապագա նախորդ ընտրություններին կա, հիմա բերել եմ արդեն այդ ապագան հիմա է։ Սա այս առաջարկը մարդկանց ականջին հաճելի է, դե խաղաղություն է, լավ են ապրելու, բիզնես են անելու, հարևանների հետ խնդիրներ չեն ունենալու։ Այս կոնցեպտին կարողանում է արդյոք ընդդիմությունը հակադրել այլ օրակարգ, այսինքն ինքը այլ օրակարգ բերում է սրան զուգահեռ, որը նույնպես խոստանում է խաղաղություն եւ լավ ապրել։ Գիտեք, այդտեղ կշռքի նժարներին մի փոքր ճիշտ չէ եւ օբյեկտիվ չի լինի դնել ընդդիմության եւ իշխանության խոստումները, որտեվ փաստացի իշխանությունը, որը կրում է իր վրա որոշակի պատասխանատվություն, քաղաքացիների առաջ ունի ռեսուրս, ադմինիստրատիվ ռեսուրս, տիրապետում է պետական բյուջեն եւ տնօրինում է, դա բաշխում է տարբեր ոլորտների ուղղությամբ, այդ նույնը չի կարող անել ընդդիմությունը դրսից, մինչեւ ինքը չդառնա իշխանություն եւ այդ իշխանությունը իր վրա չկրի։ Հետեւաբար իշխանության պարագայում այդ խոստումները որոշակի առարկայական բնույթ այնուամենայնիվ ունեն, բայց
Նույն թոշակների մասին խոստումները 10,000 դրամով բարձրացնելու հետաքրքիր կլինի հարցնել օրինակ Նիկոլ Փաշինյանին եւ իր բոլոր պաշտոնյաներում, որ մեկը եւ քանի օր կամ քանի րոպե կարող է 10,000 դրամով ժողովրդական խոսքով ասած յոլա գնալ։ 10,000 դրամ կարելի է ծախսել ընդամենը երկու ուղղությամբ տաքսի նստելով Երևանում, մի քաղաքի մի ծայրից մյուսը գնալով։ Լավ 3 Որ մեկը կարող է, հետևաբար այդ 10,000 դրամ թոշակը հապճեպ բարձրացնելը փող չկար, մեկ է հանկարծ հայտնվեց, չգիտես որտեղից, պետական բյուջեն տարվա ավարտին պլանավորում են հաջորդ տարվանը, մեկ էլ տարվա մեկնարկին հայտնվում են գումարներ ու ոչ ոք չի հարցնում, Ասում են մեր խոստումների մեջ էր դա մտնում։ Մեր խոստումների, բայց այդ բազմաթիվ հարյուրավոր խոստումներից մեծամասնությունը թերակատարվել են։ Ընդ որում նաև քաղաքացիական պայմանագրի մեջ խոստումների շարքում կար նաև Արցախի հարցը։ Այսօր արդեն Արցախի հարցը փակել են նրանք։ Բայց ես ուզում եմ ասել, որ շատ են թույլ տված սխալները, եթե մենք անվտանգային, արտաքին քաղաքական եւ նույնիսկ Արցախի կոնֆլիկտի հարցը այսպես դնենք մի կողմ, սովորական շարքային, կենցաղային խնդիրները Հայաստանի Հանրապետությունում այնքան բազմաշերտ են, այնքան շատ են, որ դրանք պարզապես հերիք չի լինի մեկ օր նստել եւ թվարկել, թե ինչի չի կարելի ընտրել այս իշխանությանը, որովհետեւ այստեղ նրանք խնդիրներ են ստեղծել քաղաքացիների համար։ Միայն ավտոբուսները փոխելով չեն, որում են ավտոբուսները, որոնք նախորդ իշխանությունների օրոք արդեն կնքված պայմանագրերի արդյունքում այսպես թե այնպես պետք է գային։ Մի քանի հատ ավել են արել, դա Ինչու հիմա պատտվում է Փաշինյան, ասում է մանկապարտեզներ, այգիներ, դպրոցներ են կառուցել եւ իրենց ասած 300 դպրոցի այդ նախագիծը կեսից շատ արվել է, արվում է եւ այլն։ Բա ինչ պիտի անեն։ Մեր բոլորի յուրաքանչյուրիս վճարած հարկերի շնորհիվ։ Բա ինչ պիտի անեն։ Իհարկե, ի տարբերություն օրինակ, գուցե եթե համեմատություն տանենք նախորդ կառավարումների ժամանակ, թերակատարումները, այո, կարողացել են սրանք մատի փաթաթան դարձնել, դրոշակ սարքել, հապճեպ արագ ինչ-որ մի երկու բան սարքել, տարին 12 ամիս ասֆալտ փռել եւ ասել, որ իրենց խոստումները արել են, բայց սա որևէ կապ չունի արդյունավետ կառավարման հետ եւ եթե դու տարին 12 ամիս Երևան քաղաքում ասֆալտ ես փռում, դա արդեն իսկ խոսում է քո վատ կառավարման մասին, որովհետեւ այդ ասֆալտը պետք է փռեր 8 տարվա մեջ մեկ անգամ, որ ծառայեր 50 տարի, ոչ թե տարին 12 ամիս անընդհատ նորից ստիպված լինեին սարքել։ Լավ, հիմա մի պահ պատկերացնենք, իշխանությանը հաջողվեց նորից վերարտադրվել։ Ինչ կսպասի Հայաստանին, ինչ է լինելու, ինչ խնդիր կարող է առաջանալ, եթե Նիկոլ Փաշինյանը նորից իշխանության ղեկը ստանձնեց։ Ես կարծում եմ ամենաառաջին քայլը, որ անելու են, սահմանադրական փոփոխություններն են լինելու, բնականաբար իրենց սիրելի գործընկեր Ալիևի պահանջները իրականություն պիտի դարձնեն, որովհետև ըստ էության խաղաղության այդ այսպես երկկողմանի հռչակված օրակարգը չի կարող լիարժեք իրականանալ, եթե սահմանադրական փոփոխությունները չեն լինելու։ Իսկ մենք գիտենք, դա առաջին հերթին նախաբանի հեռացումն է սահմանադրությունից, այն մյուս փոփոխությունները դրանք ավելի կարելի է ստորադասել ամենագլխավոր փոփոխություններին, որքան էլ որ Նիկոլ Փաշինյանը փորձի համոզել, փաստացի նա չկարողացավ դա անել մինչև ընտրությունները, շատ լավ հասկանալով, որ գուցե այդ փոփոխությունը վնաս հասցնի իր հնարավորություններին վերարտադրվելու, թողեց դա արդեն ընտրություններից հետո եւ ստանալով քաղաքացիների մեծամասնության քվեն, ինչի վրա ես շատ խիստ կասկածում եմ, նա ստանալու է լեգիտիմություն նաև այս փոփոխությունը իրականացնելու եւ պլանները վերջնակետին հասցնելու եւ չի բացառվում, որ օրինակ 300,000 ադրբեջանցիների վերադարձի խոստումը միանշանակ ասում են մեր խոսույթում նման բան չկա։ Իրենց խոսույթում չկա, բայց չի բացառվում, որ կարող են համաձայնեցված իրականացնել։ Եվ հետո դա մի պատկերացրեք, որ այսպես կալոնաներով, մեծ մեքենաներով լցվելու են 300,000 մեկ օրում կան։ Դա կարող է տնտեսական էքսպանսիայի
միջոցով իրականանալ ի վերջո այսօր նույնիսկ չեմ կարող թիվը նշել հստակ որքան օտարերկրացիներ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես Երևանում տարբեր ոլորտներում աշխատում են։ Այդ օտարերկրացիները կարող են նաև լինել ադրբեջանցիների տեսքով, որտեղ կա սահմանափակում, չկա սահմանափակում, այնպես որ իրենք ազատ կարող են գալ, ռեզիդենտ ձևակերպվել, ստանալ աշխատանքային իրավունքներ եւ աշխատել։ Եվ օրինակ 10 տարի հետո մեկ էլ կտեսնենք, որ արդեն ընտրական իրավունք են ունենալու։ Այսինքն փափուկ ուժի միջոցով, ոչ թե պատերազմով, ռազմական գործողությամբ։ Ինչպես Ալիևն էր ասում, քայլելով, մեքենաներով։ Ասացիք, որ չեք հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կվերընտրվի, կարծում եք ընդդիմությանը կհաջողվի իշխանազրկել Փաշինյանին եւ ինչ տարբերակով ընդհանուր կոալիցիոն։ Ես կարծում եմ, այստեղ միայն ընդդիմությունը չի, որ անելիք ունի, այլ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի։ Շատ պարզ մաթեմատիկա է, որքան մասնակցությունը բարձր, այնքան ընտրվելու հավանականությունը եւ հնարավորությունը Նիկոլ Փաշինյանի ավելի ցածր կլինի։ Մենք չենք կարող չընդունել այն պարզ հանգամանքը, որ այս տարիների ընթացքում հիասթափությունը, այդ քաղաքական պերսոնաժից բավականին մեծացել է, նրա վարկանիշը երկրաչափական պրոգրեսիայով չէ, անկում է ապրել եւ նա սա շատ լավ գիտակցում է, հետեւաբար ջանք չի խնայում, որ ընկնի դռնեդուռ մարդկանցից քվեներ մուրա, հետեւաբար մասնակցությունը մեր քաղաքացիների մեծ դերակատարություն պիտի ունենա, որքան շատ մարդիկ գնան եւ գիտակից ընտրություն կատարեն հասկանալով, որ չպետք է հերթական հնարավորությունը տան, այնքան շատ ավելի արագ եւ հեշտ կարող ենք ազատվել իրենցից։ Իսկ քարոզարշավը ընդդիմադիրները ձեզ բավարարում, այսինքն պետք է ավանդական այդ քարոզարշավի դեմպի մեջ լինել, թե գուցե ինչ-որ այլ բան կարելի անել, որովհետև տպավորությունը, որ Փաշինյանը անդադ ինչ-որ բան է փորձում, փորձարկում է, վերադառնում է 18 թվականի Փաշինյանին, հետո ինչ-որ այլ բան է փորձում, կարող ենք դա ընդունել, չընդունել, բայց միշտ փոփոխվում է ինչ-որ բաներ, բայց ընդդիմությունը կարծեք ավանդական քարոզարշավային տրամադրության մեջ է։ Դե չենք կարող չընդունել, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքականության մեջ հրաշալի ձևակերպում կա անգլերենով political animal, այսինքն քաղաքական կենդանի է, նա շատ լավ հոտառություն ունի եւ շատ լավ հասկանում է հանրային տրամադրությունները ու կարողանում է ըստ այդմ նաեւ ճկունություն ցուցաբերել թե խոսույթի ռետորաբանության, նաեւ վարքագծի տեսանկյունից, ինչը որ ցավոք սրտի ընդդիմության մեծամասամբ գլխավոր դերակատարների մոտ չկա, բայց նրանք էլ իրենց ամպլուայի մեջ են, իրենք իրենց այսպես ձիրքով եւ դիրքով, իրենց ստանդարտների մեջ, ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր հատված քաղաքացիների իր ճաշակն ու նախապատվությունները ունի, ոչ ոք չի ասել, որ բոլորը պետք է Նիկոլ Փաշինյանի նման լինեն, հակառակը ես կասեի, որ այդ կերպարի տրամաբանությունը իսպար պետք է մերժել մեր ժողովրդին հասկացնել, որ դա լավ չէ, դա այն լավագույն կերպարը չէ, որ պետք է քաղաքական գործիչը ունենա, ի վերջո քաղաքական գործիչը իրենից նաև ենթադրում է էլիտայի ներկայացված, այսինքն ինքը էլիտա է, ինքը պիտի սովորեցնի հասարակությունը, էտալոն լինի, որպես օրինակ ծառայի հասարակության համար, որ հասարակությունն էլ առողջ ու ճիշտ ձևով դասյարակվի։ Հետևաբար կարծում եմ, որ արժե այստեղ ավելի շատ քննադատել ընդդիմությանը, թե ինչու չպիտի այդպես քարոզարշավի խանդավառությամբ վառված գլուխը կորցնի ու հեռվանա ռեալ եւ իրապես իրավիճակը գնահատելու հնարավորություններից։ Ես կարծում եմ դեռ սկիզբն է եւ պետք է պարզապես հասկանալ, որ քաղաքացիների քվեն վաստակելը դժվար է։ Որքան էլ որ դժվար է, նաև դժվար է այդ քվեներին հետո տեր կանգնելը։ Արդյոք իրենք պատրաստ են լինելու տեր կանգնել հետագայում էլ, անկախ նրանից, թե ինչ իրավիճակ կստեղծվի, այս հրա մասին պետք է խոսեն եւ այս ամենը նաև հասկանալով կարողանա միջև վերջ գնալ։ Այո, միջև վերջ գնալ, տեր կանգնել իր խոստումներին եւ վերամբարձ այդպես մեծ ուռճացված հայտարարություններ չանել, որոնց տակից հետո չի կարողանա դուրս գալ։ Շնորհակալ եմ։